Այնպիսի տպավորություն է, որ այդ ոստիկանները պատվեր էին կատարում։ Ինչ ես այդպես ասում։ Որովհետև հայտնվեցին հենց այն պահին, երբ Դավիթը պիտի ինձ ամուսնության առաջարկություն աներ։ Դա կարելի է ճակատագրի հեգնանք համարել, ոչ թե ինչ-որ պատվերի կատարում։ Եթե դա պատահականություն է, ուրեմն դա ոչ թե ճակատագրի հեգնանք է, այլ ճակատագրի նվեր։ Նվեր։ Գուցե ուրիշ բան էիր ուզում ասել։ Չէ։ Ճիշտ ասացի։ Նվերը լավ բան է, Անահիտ։ Համենայն դեպս ասած այդ արտահայտությունը լավ իմաստով են օգտագործում։ Ես էլ լավ իմաստով ասացի։ Մի րոպե։ Դու կարծում ես, որ հենց այդ պահին Դավիթին ձերբակալելը ճակատագրի նվեր էր։ Կարող է այդպես լինել, եթե Դավիթին ազատազրկման դատապարտեն։ Մի վարքյան, ինչ դրական բան կա նրա մեջ, որ կարող է Դավիթին ազատազրկեն։ Ստիպված չեմ լինի ամուսնանալ չսիրածս տղամարդու հետ եւ անին էլ կապրի ինձ հետ։ Անահիտ, դու հենց նոր խոստովանեցիր, որ չես սիրում Դավիթին։ Ինչու դա քեզ համար անակնկալ էր։ Բայց դու մինչև այս պահը միշտ պնդել ես, որ սիրում ես նրան։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ես ինչու էի ուզում ամուսնանալ Դավիթի հետ։ Որ Անիի հետ նույն հարկի տակ ապրես։ Այո, եւ հիմա այդպես է։ Եվ ես Դավիթի կինը չեմ։ Արի վերջնակ ես տհաճ խոսակցությանը։ Առավել ևս, որ դեռ ոչինչ բարձ չէ։ Ես ու Անին կապրենք իմ տանը։ Ահա եւ իմ կատարված երազանքներից ամենակարևորը։ Բա Մարիամ, Անահիտ։ Մարիամը որտեղ պիտի ապրի։ Չես ուզում հարցիս պատասխանել, Անահիտ։ Դա կախված է նրանից, թե կազատազրկեն արդյոք Դավիթին եւ քանի տարով։ Լավ, Աստված մի արասցե Դավիթին ազատազրկում են 5 տարով։ Այդ ընթացքում Մարիամը որտեղ պիտի ապրի։ Որտեղ ուզում է թող ապրի, միայն ոչ իմ տանը։ Ինչ ես խոսում, Անահիտ։ Ես չեմ կարող մոռանալ նրա ստորացուցիչ վերաբերմունքն իմ հանդեպ։ Անահիտ, այդ աղջիկը ընդամենը 12 տարեկան երեխա է։ Կապ չունի։ Թող հիմիկվանից հասկանա, որ աշխարհը կլոր է, եւ որ մի օր կարող է հայտնվել իրեն ոչ շահեկան դիրքում։ Երանի հիմա արթնանայի ու հասկանայի, որ շատ վատ երազ եմ տեսել։ Իրականությունը երբեմն շատ ավելի վատ է լինում այն անձանց համար, ովքեր չարաշահում են իրենց դիրքը եւ ստորացնում են դիմացինին։ Անահիտ, այնպիսի տպավորություն է, կարծես դու սրտանց ուզում ես, որ Դավիթին ազատազրկեն։ Չէ, չեմ ուզում նույնը, բայց ես փորձում եմ պատրաստ լինել բոլոր տարբերակներին։ Քանի դեռ ոչինչ բարձ չի, լավ կլինի դու մտածես Դավիթի շուտապույտ վերադարձի մասին։ Իսկ ես կփորձեմ մոռանալ այն ամենը, ինչ նոր դու ինձ ասացիր։ Ուր ես գնում։ Երեխաների մոտ։ Նրանց հետ անհամեմատ հաճելի է։ Եթե պարզվի, որ Դավիթը մեղավոր չի եւ նա վերադառնա, ուրեմն կամուսնանամ նրա հետ։ Իսկ եթե նրան դատապարտեն ազատազրկման, ուրեմն լավ եղավ, որ մենք չհասցրեցինք ամուսնանալ։ Ուրեմն բարին հենց դա էր։ Այ ապրես կյանքս։ Պարզվում է լավ ձեռի շնորհք ունես, կարում ես համով բաներ սարքես։ Ցինիկ մի եղե, հա, գիտես, որ սա սուպերմարկետից առել բերել եմ։ Գոնե ասեիր, որ դու ես սարքել, մի քիչ ուրախանայինք։ Ես ոմանց նման սուտասան չեմ։ Էլի սկսվեց։ Հեսա գիտեմ, հեսա կսկսես էլ այդ աղջկանից խոսալ, մոռացի ու թող հաց ուտեմ, հազիվ ախորժակով հաց եմ ուտում։ Լավ արի Դավիթից հարցեր տամ, խոսա Դավիթից, թող ախորժակը բացվի։ Այդի շատ լավ ասեցիր։ Հեսա մարդուդ մի 20-30 տարով կփակեն, ու մենք էլ իրան կյանքում չենք տենա։
Մտածում ես, որ այդքան չի ապրի։ Կամ մեռնի, մի անգամից։ Եթե չմեռնի էլ, հետո ինքնասպան կլինի։ Լսի, բայց իրոք ռեալ է, որ այդքան տան իրան։ Լսի, եթե պարզվեց, որ քերոփին էլ է, չէ՞ ինքը սպանել, ցմահել կտան։ Քերոփին։ Բայց ինքն ու քերոփը ընկերներ էին։ Ինչ պիտի սպաներ իրան։ Ինքը այդ մարդու պատճառով է փորձանքի մեջ ընկել։ Այսինքն։ Ուրեմն լսի, քերոփը Դավիթի հետ ուզեցել է գործանի։ Մոսկվայից պետքա տավարի միս բերեին։ Ու քերոփը Դավիթին ծանոթացել է գործի մեջ եղած սաղ մարդկանց հետ։ Փաստորեն քերոփը Դավիթի գլխին սարքել է։ Հիմա հասկանում ես մարդը ինչի պետքա իրան սպանածելներ։ Փաստորեն Դավիթի վիճակը իրոք շատ լուրջ է։ Բայց այդքան մի նեղվի։ Ճիշտ է, խնդում ես, բայց նեղվում ես, ես դա զգում եմ։ Ոչինչ, մարդը մի 20-30 տարի կնստի, տո ոչ կմեռնի, ոչ էլ ինքնասպան կլինի, հետո դուրս կգա ու իր այդ կամուսնանաս։ Տարբերություն չկա, կարևորը որ իրա փողերը գամես։ Բայց դու իրոք այտենց միամիտ ես։ Փաստորեն դու ամենակարևորը չգիտես, հա։ Ինչի՞, էլ ինչ ա եղել։ Արի չասեմ, թե չէ հաստատ դուրը չի գա, շատ ծանր կտանես։ Ասա վայ։ Մարդու սաղ ունեցվածքը կալանքի տակ է։ Եթե մարդու դատեցին, այդ ամեն ինչը ինստինկտյան իր մոտից կորելու է, այդքան բան։ Այդ դեպքում ուրեմն թող բանտից ոչ էլ դուրս գա, ինձ պետք չի։ Այդ դեպքում բարյախորժակ Համոջան։ Այս գործում խառն է եղել 4 հոգի։ Մոսկվայում ապրող գործարարը, ումից գնել ես մսամթերքը։ Այն մարդը, ում բեռնատարները այդ մսամթերքը հասրել են մինչև Հայաստանի սահման։ Դու եւ քերոփը, ով քեզ հորդորել է մտնես այս գործի մեջ։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ստացվում է, որ նրանցից յուրաքանչյուրը կարող էր այդ զենք զինամթերքը գցել բեռնատարի մեջ։ Նրանցից ոչ ոք նման բան չի արել։ Իսկ ով կարող էր անել։ Կամ եք ում կասկածում ես։ Չէ։ Ես ոչ մի քիչ չեմ կասկածում։ Վստահ չասացիր Դավիթ։ Երբեմն դու ինձ ու քննիչին շփոթում ես։ Ի տարբերություն նրա դու ինձ կարող ես ամեն ինչ անկեղծ ասել։ Ես քեզ արդեն ասել եմ այն ամենը, ինչ որ դու պետք է իմանայիր։ Չէ, Դավիթ, դու ինձ պետք է ասես այն ամենն, ինչ ինքդ գիտես։ Ես ոչինչ չունեմ քեզ ասելու։ Ոչինչ չունես, հա։ Քերոփը խառն է եղել այս գործում։ Հիմա նա չկա, նրան սպանել են։ Ով պետքա կզբաղվի այդ հարցով ու կգտնի նրան սպանողին։ Դա քո խնդրեմը չի։ Ճիշտ ես, դա իմ խնդրեմը չի, բայց դա քո խնդրեմն է, Դավիթ։ Շուտով բոլորը կմտածեն, որ քերոփը սարքել է գլխի, դրա համար էլ սպանել ես նրան։ Ես ոչ հիմար եմ, ոչ գլխիցս ձեռ եմ քաշել, որ նման բան անեմ։ Կասկածները, փաստերը, ապացույցները, դրանք բոլորը քո դեմ են լինելու։ Քերոփին սպանողին կգտնեն։ Այդ վիժվածքը կներկայանա ոստիկանություն ու կխոստովանի, որ ինքն է սպանել նրան։ Քերոփին սպանողը դու ես։ Նման հիմարություններ էլ չասես, թե չէ իմ ձեռքերով կխեղդեմ։ Դա միայն ես չեմ ասում։ Դա կասեն նաև նրանք, ովքեր տրամաբանելու ունակություն ունեն։ Բոլորին էլ խեղդելու ես։ Գնաս զբաղվի քո գործով։ Ու էլ ավելորդ հարցեր մի տուր։ Լավ։ Եթե ավելացնելու բան չունես, ուրեմն գնամ։ Գնամ։ Առավոտյան նորից կգամ։ Կխոսեմ քննիչի հետ, հետո կհանդիպենք։ Առայժմ։ Ապրես կյանքս։
Տո Դավիթն էլ ապրի։ Ես ինչ լավ նորություններ էր ախորժակով հացկերա։ Դավիթի մասին ես դարդանում։ Ուրիշ բան եմ մտածում։ Ուրիշ ինչ ես մտածում։ Մտածում եմ, բա որ այդ տունը կալանքի տակ է, Անահիտն ու երեխեքը ո՞նց են այդ տան մեջ ապրում։ Լսի նորը չկա։ Դու դպրոց չես գնացել, չեմ ջոկում։ Դու չգիտես, որ մի բան կալանքի տակ է, ուրեմն վերջ։ Այդտեղ ոչ մեկ մարդ չի կարող ապրի, իրավունք չունեն։ Ոչ տանը, ոչ էլ հյուրանոցում։ Բայց դեպքում որտեղ են ապրում Անահիտն ու երեխեքը։ Դու գիտես, ես չեմ մտածել եմ, դաժե հարցերել եմ Աշոտին։ Ու գիտես ինչ պատասխանեց։ Ինչ։ Ասաց Համլետ, մի մոռացի, որ Անահիտը $5 միլիոն ավել փող ունի, 5 միլիոն։ Բայց այդ լուրջ է ասում ինքը։ Եթե Աշոտն ասում, ուրեմն լուրջ է կյանքս։ Հələ դրան տես է, 5 միլիոն։ Բա, Անահիտը քո նման միամիտ չի։ Անահիտը գիտի ում հետ է կյանքը կապել, ում հետ է ամուսնացել, քաղաքի մեծահարուստներից մեկի հետ։ Լսի, բայց Անահիտն է, չէ՞ մարդու գլուխը կերել։ Դե ասում են, որ հիվանդությունից է մեռել, բայց այդ միամիտ մարդկանց համար։ Ես ու դու հո դրան չենք հավատալու։ Լսի, Անահիտը նենց տիպ չի, որ թողի իր միլիոնատեր ամուսինը ինքը իր մահով մեռնի։ Ուրեմն լսի, թող սա քեզ դաս լինի, որ հաջորդ անգամ գոնե աղքատի հետ չփսակվես։ Ուրեմն հարստացի Համու ջան։ Բարև ձեզ, հարստանամ, որ գլուխս ուտես ու հարստությունս քեզնով անես։ Գոհ եմ մեռնեմ արևիդ, ոչ ուզում եմ հարստանամ, տո ոչ էլ ուզում եմ ամուսնանամ։ Դու միակ մարդն ես, ում ես սիրում եմ։ Դու կարաս հանգիստ հարստանաս, ես քեզ չեմ սպանի, խոսք եմ տալիս։ Տո դու սկի քո երեխեքին չես սիրում, որ մնաց որ ինձ սիրես։ Ասա որ վատ կատակ էր Համլետ։ Ինչի՞։ Սիրում ես երեխեքիդ։ Ես քո պահով էի ասում։ Իմ պահով կատակ արեցի։ Դե նայ, հա, մյուս անգամ տենց կատակներ չանես։ Թե չէ կսկսեմ հավատալ, որ ինձ չես սիրում ու Լավ, վերջ, վсё, հասկացանք, էլ չեմ անի։ Դե ուրեմն ապացուցի, որ ինձ սիրում ես ու հավատում ես։ Արի գնանք այնտեղ ապացուցել։ Մի նախանձիր։ Դու էլ մայր ունես։ Կարող ես գնալ նրա հետ ապրել։ Իմ մաման տուն չունի։ Բա որտեղ է ապրում։ Դրսում։ Թե ընկերոջ տանը։ Ընկերուհու տանը։ Ընկերուհու։ Իսկ ընկերուհու տանը քեզ համար տեղ չկա։ Չէ, ես իմ մամայից հարցրեցի, ասաց որ չկա։ Նորից հավատացել ես նրա ստերին։ Դու ատում ես չի իմ մամային Անահիտ։ Արդեն ուշ է քնիր։ Դու նրան ատում ես։ Դու ինձ էլ ես ատում Անահիտ։ Ընդհանրապես կյանքում ամեն ինչ փոխադարձ է, Մարիամ։ Ես քեզ վերաբերվում եմ այնպես, ինչպես դու ինձ։ Եթե պապային դատեն, դու ինձ այս տնից վռնդելու ես, չէ՞։ Բարի գիշեր։
Վերադարձիր, պապ։ Վերադարձիր, որ փրկես ինձ Անահիտից։ Վերադարձիր, պապ ջան, խնդրում եմ։ Ինձ մի լավ գործ են առաջարկել, Դավիթ։ Ուզում եմ միասին քննարկենք։ Քննարկենք, քերոջ ջան, խնդիր չկա։ Երկու վստահելի անձ կա։ Երկուսն էլ գործարար խելքը գլխի տղեկ են։ Մեկը Երևանում է ապրում, մյուսը Մոսկվայում։ Ճանաչում եմ նրանց։ Չէ, բայց շուտով կծանոթացնեմ։ Մոսկվայում ապրողը անասնապական ֆերմաներ ունի ու ուզում է ապրանքը Հայաստան ներմուծի։ Իսկ Երևանում ապրողը բեռնատար մեքենաներ ունի։ Չեն կարողանում համաձայնության գալ։ Համաձայնության եկել են արդեն։ Խնդիրն ապրանքի իրացման մեջ է։ Չեն կարող խոշոր մասշտաբի գնորդ գտնել։ Պետք է գնորդ գտնենք։ Նախ պետք է սառնարաններ գտնենք ու պայստավորենք այդ ապրանքը մինչև դեկտեմբեր։ Որ ձմեռը ապրանքը ավելի թանկ վաճառենք։ Այ ապրես։ Ապրանքի տերը շուկայական գնից էժան կվաճառի։ Իսկ տեղափոխողը մեծ զեղչեր կանի։ Եթե մենք գնենք այդ ապրանքը ու հետևենք, որ անցակետում խնդիրներ չլինի։ Անցակետում խնդիրներ չլինեն։ Այդ ոնց է իր վստահում դրանց, որ խնդիրներ եղան։ Հեն էլ նենց խնդիրներ, որ ես հայտնվեցի ոստիկանությունում, իսկ քեզ սպանեցին։ Հիմա էլ մարդիկ մտածում են, թե ես եմ քեզ սպանել։ Այս ամենը դրանց ձեռքի գործն է։ Իզուր փաստաբանին չասացի, որ ստուգի դրանց։ Կասեմ, առավոտյան կասեմ, որովհետև հիմա վստահ եմ, որ դրանք են կամ դրանցից մեկը։ Ես ավելի շատ կասկածում եմ ապրանքի տիրոջ վրա, բայց երկուսին էլ պետք է ստուգեմ։ Ես ինչ կրակի մեջ գցեցիր ինձ քերոբ։ Հիմա էլ չկաս, որ օգնես ինձ։ Հույսս այդ փաստաբանն է։ Հիմա միայն նա կարող է օգնել ինձ։ Միայն նա։ Ես հենց չես գնացել։ Սրտովս գնա, հա Ռուբեն, առանց էլ ահավոր կատաղած եմ։ Ինչ է եղել։ Չլինի Դավիթը զանգի ասել այսօր հարմար չի հանդիպելու համար։ Չէ Ռուբեն, ամբողջ ցավն էլ հենց նրանում է, որ Դավիթի հետ չեմ կարողանում խոսել, հեռախոսն անջատված է։ Այդ ուրեմն ցրում է։ Չի ուզում իր անցավ գլուխը դնի ցավի մեջ։ Մի հատ գնաս առը ջրով լվացվի, հա։ Ինչի համար։ Որ խելքի գաս ու անիմաստ բաներ չխոսես։ Անիմաստ բաներ չեմ խոսում, ճիշտ եմ ասում։ Ինչն ես ճիշտ ասում, Ռուբեն, ասում եմ ոչ թե չի պատասխանում իմ զանգերին, այլ անընդհատ իր հեռախոսը անջատած է ցույց տալիս։ Ես էլ եմ այդ ասում, էլի անջատելա, որ իրան չզանգես։ Ինչ ես առաջարկում, Ռուբեն, ձեր քաշեմ ու Դավիթի հետ հանդիպում չփնտրեմ, հա։ Չէ, ես որ տենց հիմար բաներ չեմ ասի։ Դե անիմաստ խոսում եմ, չէ Պետրովնա ջան, նորմալ է, մի բանի տեղ դիր։ Մի քանի անգամ էլ կզանգեմ, կփորձեմ, եթե հանկարծ չմիացավ, կվերկենամ ու կգնամ ուղիղ իրենց տուն։ Լսի Պետրովնա, դու այդ Դավիթ երեխեքի դասղեկն ես, չէ։ Դու այդ երեխեքի համարը չունես։ Ասենք թե ունեմ, հետո ինչ։ Հետո այն որ զանգ երեխեքից մեկին, ասա թող տանեն տան հորը։ Հա,
Ճիշտ է։ Զանգեմ երեխեքին ասեմ, հետո ամբողջ աշխարհն իմանա, որ ես իրանց հորից օգնություն եմ խնդրել։ Ճիշտ կլինի, չէ՞ Ռուբեն։ Լավ էլի, ինչի հետևից ես ընկել։ Երեխեքին էլի դրանց ասացին ով է բանի տեղ դնում։ Չէ, Ռուբեն։ Ես կգնամ, Դավիթի հետ առանձին կհանդիպեմ ու Դավիթին կխնդրեմ, որ մեր խոսակցության մասին ոչ մեկին չասի։ Լսի, այ խելոք։ Բա որ դու գնաս դրանց տուն։ Երեխեքը դուռը բաց են։ Ինչ ես ասելու, ինչի համար ես եկել հոր մոտ։ Դե կասեմ, որ դպրոցի հետ կապված խնդիրներ են կամ, չգիտեմ, ինչ-որ մի բան կասեմ կամ կհորինեմ ինչ-որ մի բան, չգիտեմ, մի բան կասեմ, Ռուբեն։ Խաբել է, զանգելով խաբի։ Ինչ տարբերություն։ Մեկը մի ժամ էլ բացատրեմ, դու տարբերությունը չես հասկանալու։ Ռուբեն, միևնույնն է, ես տանից դուրս եմ գալու, որ Դավիթին հանդիպեմ, չէ՞։ Կգնամ, ճանապարհին էլ կզանգեմ, միգուցե եւ Դավիթին էլ հանդիպեմ ու ամեն ինչ լավ լինի, չգիտեմ։ Մի խոսքով։ Գնա Պետրովնա ջան, Աստված քո հետ։ Մենակ ամեն ինչ արա, որ այդ Դավիթը մեզ օգնի։ Չօգնի, Ռուբեն, այլ փրկի։ Էլի անջատացա։ Ես գնացի Ռուբեն, գնում եմ փոխվեմ ու գնամ, բայց դու հանկարծ տնից դուրս չգաս, եղավ։ Պետրովնա, հետդ մի պաշկա պապիրոս կբերես էլի։ Ձեռս փող չկա, դրա համար եմ ասում։ Մենակ Դավիթը կարողանա մեզ օգնել։ Գիշերը ոնց քնեցիք մեկ ուսարանում, պարոն Պետրոսյան։ Անհարմար է, չէ՞։ Բայց գոնե ի տարբերություն ինձ դուք քնել եք։ Ինձ էստեղ եք բերել, որ անքնությունից խոսենք։ Իմ մոտ անքնություն չի։ Ես ուղղակի քնելու ժամանակ չեմ ունեցել, որովհետև ամբողջ գիշեր ձեր գործով եմ զբաղվել։ Ինչ նորություն կա։ Նորություններ շատ կան, բայց ձեզ դուր չեն գա։ Ոչինչ, ես սովոր եմ, որ քննիչի ասածները ինձ միշտ դուր չեն գալիս։ Լավ, ուրեմն պատրաստ եղեք վատագույնին։ Ուրեմն ձեր տանը ատրճանակ են գտել, որի վրա ձեր մատնահետքերն են։ Ձեր ատրճանակն է։ Իմն է։ Այսինքն դա ձեր անձնական օգտագործման ատրճանակն է։ Այո։ Եվ օրինական գրանցում ունի, թե ոչ։ Ոչ։ Հուսով եմ դատարանում ձեր պատասխանը չի փոխվի։ Չնայած դա այդքան էլ կարևոր չի։ Ավելի կարևոր բաներ կան։ Որոնք են։ Բացի դրանից դուք կասկածվում եք զենքի և զինամթերքի ապօրինի վաճառքով զբաղվելու մեջ։ Դուք կասկածվում եք Հմայակ Աթանեսյանի սպանության մեջ, որին շատերը քերոփ էին անվանում։ Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ ձեր վիճակը իրոք որ շատ ծանր է, պարոն Պետրոսյան։ Ալո։ Բարի լույս տիկին Անահիտ։ Բարի լույս, պարոն Լևոնյան։ Տեսել եք Դավիթին։ Դավիթին գիշերն եմ տեսել։ Իսկ հիմա ոստիկանության բաժնի մոտ սպասում եմ, որ նորից տեսնեմ։ Ինչպես է Դավիթը։ Նորմալ։ Դավիթը շուտ կոտրվողներից չէ, բայց հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ամեն ինչ նրա դեմ է։ Ինչ է կատարվում, պարոն Լևոնյան։ Ձեզ հաջողվել է ինչ-որ բան իմանալ։ Ոչ թե ինչ-որ բան, այլ ամեն ինչ։ Սկսեմ նրանից, որ Դավիթի մեղադրանք է առաջադրվել ամերիկական ճանապարհով զենք զինամթերք ներմուծել ցանկանալու համար։ Զենք եւ զինամթերք։
Այո, դրա համար նրան արդեն մեղադրանք է առաջադրվել։ Բայց Դավիթը նաև կասկածվում է անօրինական ճանապարհով զենք զինամթերքի վաճառքի եւ սպանության մեջ։ Ինչ։ Սպանություն։ Այո, տիկին Անահիտ։ Երեք երեկոյան սպանվել է Դավիթի վաղեմի ծանոթներից մեկը, ում հետ Դավիթը ծանոթացել եւ մտերմացել է կալանավայրում անցկացրած տարիների ընթացքում։ Բայց ինչու պիտի Դավիթը սպաներ իր մտերիմ մարդուն։ Իրեն խաբելու եւ վատ պատմության մեջ գցելու համար, բայց դա բավականին երկար պատմություն է, որը ձեզ կպատմեմ մեր հանդիպման ժամանակ։ Հենց հիմա էլ եկեք հանդիպենք։ Հիմա ցավոք չեմ կարող, տիկին Անահիտ։ Դավիթի հետ հանդիպելուց հետո սպանության վայր պետք է գնամ։ Դրանից հետո միայն պարզ կլինի, կկարողանամ թե ոչ։ Այսօր անպայման եկեք հանդիպենք, ես ամեն ինչ պետք է իմանամ, պարոն Լևոնյան։ Օրվա մեջ ժամանակ կգտնեմ։ Իսկ հիմա պետք է գնամ։ Առայժմ։ Անահիտ, նախաճաշը պատրաստ է։ Անահիտ, ինչ ա եղել։ Հաստաբանն էր զանգել։ Ու ինչ էր ասում։ Դավիթը զինամթերքի վաճառքով է զբաղվում եւ կասկածվում է սպանության մեջ։ Ինչ։ Մարիամ, արի հաց ուտելու։ Չեմ ուզում։ Մարիամ, մենք բոլորս էլ մտածում ենք պապայի մասին, բայց չի նշանակում, որ պետք է հաց չուտենք։ Բաներ կան, որ դու չգիտես անի։ Մարիամ, ինչ չգիտեմ։ Ասա կիմանամ։ Ես չեմ ուզում Անահիտի տանն ապրել։ Ես չեմ ուզում մամայիդ գնաց հաց ուտեմ։ Ախր ինչի, Մարիամ, ինչ վատություն է քեզ արել իմ մաման։ Գիշերը երբ դու քնած էիր, մամադ եկավ քեզ համբուրեց։ Իսկ հետո ինչ։ Դու նեղվել ես, որ քեզ չի համբուրել։ Ես նրա ասածներից եմ նեղվել։ Ինչ է ասել մաման։ Ասել է, որ ես գնամ իմ մամայի հետ ապրեմ։ Մամաս իրոք տենց բան է ասել։ Անի, ախր դու քո մամային լավ չգիտես։ Անահիտը մենակ քեզ է սիրում, մենակ քո հանդեպ է բարի։ Իսկ ինձ ատում է։ Լավ էլի Մարիամ, ուղղակի առանձնատանը դու շատ ես նեղացրել իրեն։ Ու ինքը վիրավորվել է քեզանից։ Անահիտը ատում է ինձ, ինձ էլ իմ մամային էլ։ Մամաս ասել է, որ քեզ ատում է։ Ես երեք նրան հարցրեցի, նա լռեց, բայց նրա վերաբերմունքից զգում եմ, որ ատում է ինձ։ Լավ Մարիամ, արի հիմա գնանք հաց ուտենք ու ես նրան կզգուշացնեմ, որ վերաբերմունքը քո հանդեպ նա փոխի։ Ավելի լավ է գնամ մամայիդ հետ պապայի մասին խոսա, իմացի ինչ նորություն կա։ Լավ, հենց հիմա կգնամ ու կհարցնեմ, միայն թե դու մի տխրիր, լավ։ Լավ։ Էդգար Ստեփանյանը եւ Արտակ Մխիթարյանը հանդիսանում են համապատասխանաբար մսամթերքի եւ բեռնատար մեքենաների սեփականատերերը։ Ճանաչում եք նրանց։ Այո։ Ինչպես եք ծանոթացել նրանց հետ։ Ծանոթացրել են։ Ով է ծանոթացրել։ Պարզ է, չեք ուզում խոսել, բայց ես արդեն խոսել եմ Արտակ Մխիթարյանի հետ եւ նա ինձ ասել է, որ ձեզ ծանոթացրել է Հմայակ Աթանեսյանը, որի մասին այսուհետ խոսելիս կօգտագործեմ ձեզ շատ հոգեհարազատ քերոբ դիմելաձևը։ Կարիք չկա ինձ այդ հեգնանքով խոսել։ Ամենևին հեգնանքի միտում չունեմ։ Այդ մարդուն բոլորը որպես քերոբ են ճանաչել։ Ուրիշ հարցեր ունեք։ Երբ եք ծանոթացել Արտակի եւ Էդգարի հետ։ 3 օր առաջ։ 3 օր առաջ եք ծանոթացել եւ այդքան արժեքավոր գործարք եք ընկել նրանց հետ։ Որտեղից ձեզ այդ վստահությունը։ Նրանց հետ խոսելու տպավորությունից։ Էդգար Ստեփանյանը Մոսկվայում է ապրում։ Հանդիպել եք նրա հետ։ Ոչ, հեռախոսով եմ խոսել։ Իսկ Արտակ Մխիթարյանի հետ հանդիպել եք։ Այո։
Նրա հետ հանդիպման ժամանակ կասկածելի ոչ մի բան չեք նկատել։ Որ նկատած լինեի, նրա այդ գործարքի մեջ չէի մտնի։ Փորձում եք ինձ վստահեցնել, որ նրանք մեղքի բաժին չունեն ձեզ հետ կատարվածի մեջ։ Ես ուղղակի պատասխանում եմ ձեր տված հարցերին, առանց որևէ բան վստահեցնելու։ Այսինքն չեք բացառում, որ նրանք կարող են այդ զինամթերքը գցած լինել ձեր գնաց ապրանքի մեջ։ Ես հրաժարվում եմ պատասխանել ձեր այդ հարցին։ Շատ իզուր, որովհետև այդ հարցի պատասխանը կարող էր օգտակար լինել ձեզ համար։ Ձեր հարցերը վերջացան, պարոն քննիչ։ Այնպես եք շտապում, կարծես թե այստեղից դուրս գալուց հետո ոչ թե մեկուսարան եք գնալու, այլ ձեր տուն։ Երբ կարող եմ խոսել փաստաբանիս հետ։ Երբ որ կավարտենք մեր զրույցը։ Ուրեմն ինձ անիմաստ նյարդայնացնելու փոխարեն արագ տվեք ձեր հարցերը։ Մեծ հույսեր եք կապում փաստաբան Լևոնյանի հետ, ինչպես հասկացա։ Ձեր հարցերը տվեք, պարոն քննիչ։ Ձեր կատարած հանցանքներն այնքան շատ են, որ ոչ Լևոնյանը, ոչ էլ որևէ այլ փաստաբան չեն կարող ձեզ օգնել։ Լավ ուսումնասիրեք գործը եւ կհասկանաք, որ ես ոչ մի հանցանք չեմ գործել։ Նորային չեմ զանգի, որ իմանամ ինչա կատարվում։ Ստիպված պետքա Մարիամին զանգեմ։ Այ ոնց չեմ ուզում այդ երեխայի հետ խոսեմ, բայց ստիպված եմ, ուրիշ տարբերակ չկա։ Բարև Մարիամ ջան։ Ընկեր Սիմոնյանն է։ Բարև ձեզ, ընկեր Սիմոնյան։ Ոնց ես Մարիամ ջան, քորիկը ոնց է։ Ինչի համար եք զանգել, ընկեր Սիմոնյան։ Ձեր առանձնատան մոտով էի անցնում, Մարիամ ջան, ուզեցի մտնել ձեզ տեսնել, բայց ձեր առանձնատան մուտքի մոտ ոստիկան կար կանգնած, ասաց, որ տունը կալանքի տակ է եւ դուք այլևս այդտեղ չեք ապրում, ճիշտ է։ Մարիամ։ Այո։ Մարիամ ջան, ինչ որ խնդիրներ ունեք, ի՞նչ է պատահել։ Չգիտեմ։ Չգիտես, թե գոնե կարող ես ասել, որ չես ուզում ասել։ Ես իսկապես դեռ ոչ մի բան չգիտեմ, ընկեր Սիմոնյան։ Ինձ դեռ ոչ ոք ոչինչ չի ասել։ Մարիամ, զանգում հայրիկիդ հեռախոսն անջատած է, դու իր հետ ես։ Ոչ։ Բա որտեղ ես։ Անահիտի տանը։ Մարիամ, իսկ հայրիկիդ տեղը գիտես։ Հայրիկս ոստիկանություն է գնացել, որ պարզի թե ինչ է կատարվում։ Հայրիկդ ոստիկանություն է գնացել, թե տարել են, Մարիամ ջան։ Տարել են, բայց հարցեր չտաք, որովհետև ես ուրիշ ոչ մի բան չգիտեմ։ Մարիամ ջան, իսկ մայրիկը տեղյակ է կատարվածի մասին։ Երևի չէ։ Համենայն դեպս մեզանից ոչ ոք նրան չի ասել։ Լավ, Մարիամ ջան, դու համարյա իմ բոլոր հարցերին պատասխանեցիր, ապրես։ Հաջողություն, ընկեր Սիմոնյան։ Հաջողություն, Մարիամ ջան։ Հաջողություն, Մարիամ։ Այ քեզ վատ նորություն։ Հենց Դավիթի օգնությունը պետք եկավ, դրան ոստիկանություն տարան։ Թարս այլ է ամեն ինչ, թարս։ Փաստաբանը զանգել է, մամա։ Զանգել է անի։ Ու այնպիսի բան է ասել, որ Պետք չի Անահիտ։ ինչը պետք չի նունե։ Դու լավ գիտես ինչը։ Անի ջան, պապան մի քիչ խնդիրներ ունի, շատ շուտով ամեն ինչ կհարթվի ու նա տուն կվերադառնա։ Դեռ հարցը կվերադառնա, թե ոչ։ Անահիտ։ Ինչ նունե։ Երեխան պիտի ամեն ինչ իմանա։ Նախաճաշն արդեն սառեց Անի ջան, քույրիկեն ասել ես, որ կա խոհանոց։ Հիմա նախաճաշի ժամանակը չի մորքուր։ Ես պետք է իմանամ, թե իմ պապան ինչ խնդիրներ ունի։ Ասա մամա։ Անի ջան, հնարավոր է, որ պապայիդ դատեն։ Բայց ինչի համար։ Դեռ ոչինչ բարձ չի Անի ջան, շատ հնարավոր է ամեն ինչ հարթվի ու Դավիթը Կլինի լուր մնաս ու թողես, որ մաման իմ բոլոր հարցերին պատասխանի։ Ինչ ուզում եք արեք։ Ես էլ չեմ խառնվի ձեր ընտանեկան զարմանալի խոսակցություններին։
Մամա, ես քո պատասխանին եմ սպասում։ Անի ջան, Դավիթին մեղադրում են Հայաստան զենք բերելու համար եւ կասկածում են։ Անահիտ, գուցե կասկածները չես ես։ Մորքուր ասեցիր, որ չես խառնվելու, ուրեմն մի խառնվիր։ Անի ջան, կասկածները չափածուցված դեպքերն են։ Այնպես որ անգամ չարժի մտածել դրանց մասին։ Արժի։ Ես պետքա իմանամ իմ պապայի մասին ամեն ինչ։ Նենց որ եթե ուզում ես գնա ու խոհանոցում մենակ նախաճաշիր։ Անի չի կարելի մորաքրոջ հետ այդպես խոսել։ Հենց հիմա ներողություն խնդրիր, արագ։ Կարիք չկա Անահիտ։ Եթե ես գնամ խոհանոց, բոլորիս համար էլ լավ կլինի։ Հիմա մեզ ոչ ոք չի խանգարում, հենց որ հանգիստ ասա։ Դավիթին կասկածում են մարդասպանության մեջ։ Քիչ առաջ ընկեր Սիմոնյանն էր զանգել։ Ասես որ մեր տան մոտակայքում էր, ուզում էր ներս մտներ, էնել մուտքի մոտ ոստիկաններ կանգնած։ Պատկերացնում ես։ Ինչ։ Այսքան ասածս չէր լսում։ Հա, մտքերով էի, մի հատ նորից ակրկնի։ Ինչ է եղել, Անի։ Խոսացել ես Անահիտի հետ։ Անահիտը զանգել է փաստաբանին։ Հա, բայց ավելի ճիշտ փաստաբանն է զանգել մամային։ Անի, ինչ է ասել։ Անի, խոսա, փաստաբանը ինչ է ասել։ Խոսա։ Ասել է, որ Մարիամ, պապան նորից մարդ է սպանել։ Մարդ է սպանել։